Կենտրոնական բանկը զեկույց է հրապարակել, ըստ որի Հայաստանում ամեն 100 մարդուց 62-ը տոկոս հաշվել չգիտի։ Երբ ես ասում եմ, որ դպրոցները պետքա բուլդուզերով քանդել, մարդիկ նեղանում են։ Ասում են, «Էդ ինչ ես ասում, Նարեկ, ոնց կարելի է կրթությունը քանդել։ Էդ ինչ դաժան բաներ ես ասում։ Չափազանցնում ես։ 100-ից 62-ը չգիտի հաշվել պարզ տոկոս»։ Ես ըստ թվերին հավատում եմ, որտեղ իմ հանդիպած 100-ից 90-ը չգիտի պարզ տոկոս հաշվել։ Սիստեմը չի աշխատում։ Դրա պատճառը այն չէ, որ երեխաները չեն ուզում սովորել։ Ֆունդամենտն է սխալ։ Այն, ինչը որ մենք մտածում ենք լավ է, իրականում վատ է։ Եթե դուք սովորեք տոկոս հաշվել, ձեր ֆինանսական խնդիրների 90%-ը կլուծվի։ Եթե առասարակ դուք գիտեք տոկոսը ինչ բան է, դուք կգնաք բանկ, բանկի աշխատողը ձեզ կասեր, որ գիտեք ինչ տոկոսը 21 է, բայց փաստացին 27 է, դուք իր խոսքը կկտրեք, կասեք մի հատ են մնացած տոկոսները ինչ չի հետաքրում։ Դուք ինձ մենակ փաստացին ասեք, որտեվ միակ կարևոր տիպը փաստացի տոկոսն է։ Ու եթե պարզեիք, որ ձեր փաստացի տարեկան տոկոսը 20%-ից ավել է, եւ հասկանայիք, թե դա ինչ է, կասեք ChatGPT, եթե ես բիզնեսով եմ զբաղվում, եւ իմ տարեկան զուտ շահույթը 20% է, ես լավ բիզնեսմեն եմ, թե չէ։ Եվ ChatGPT-ին ձեզ կասեր, որ դա բավականին լավ արդյունք է, 20%-ը լավն է, բիզնեսի շահույթը։ Եվ դուք ձեզ հարց կտայիք, բա եթե 20%-ը բիզնեսի համար լավ շահույթ է, ես դեբիլ եմ, որ գնամ 20%-ով վարկ վերցնեմ։ 20%-ով վարկ վերցնել կարող է ֆինանսապես անգրագետ տոկոս հաշվել չիմացող, չեմ ուզում վիրավորական բառ ասեմ, որ չասեք քեզ վիրավորում, բայց իրականությունը դա է, ֆինանսապես դեբիլ մարդը։ Եթե մարդը ֆինանսապես դեբիլ չի, ինքը չի գնում 20%-ով վարկ վերցնում։ Առավել եւս 24%-ով, առավել եւս փաստացի ավել տոկոսով, որովհետեւ եթե դուք 20%-ով վարկ եք վերցնում, դուք կգնաք լավ բիզնեսմեն լինելով, ձեր ամբողջ շահույթը պիտի տանեք տակ բանկին։ Հիմա դուք գնացել եք դպրոց, միլիոն բան եք սովորել, ճակերտավոր։ Մաթեմատիկա եք սովորել առաջի դասարանում, երկրորդ դասարանում, եւ տես մինչեւ 12-րդ դասարան մաթեմատիկա եք սովորել, բայց դուք չգիտեք տոկոս հաշվել։ Ձեզ պետք չի սովորել մաթեմատիկա։ Եթե դուք ուզում եք կյանքի համար բավարար պատրաստականություն ունենալ, ձեզ պետք է իմանալ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, տոկոս։ Վերջ։ Տոկոս սովորելը մի քանի օրվա բան է։ Երևույթը դուք կարող եք 2 վայրկյանում սովորել, բայց մի քանի օր ձեզ պետք կգա, որ դուք հասկանաք, թե ինչու է աչքաչափով տոկոս հաշվելը այդ աստիճան կարևոր։ Օրինակ, պարզ բան է, իմանաք, որ 50%-ը դա կեսն է։ 50%, օրինակ 550%-ը ո՞րն է։ Կալկուլյատոր չդնեք, 550%-ը 250-ն է։ Տեսեք, հեշտ բան է։ Հեշտ է։ Եվ մարդկանց 62%-ը, Հայաստանի բնակիչների 62%-ը այդ բաները չգիտի։ Անկախ ձեր մասնագիտությունից, անկախ ձեր գործունեությունից, հատկացրեք ձեր ժամանակից 3 օր, ամեն օր մի ժամ եւ վարժություններ արեք ձեր ուղեղի մեջ դրոշմեք տոկոս երևույթը։ Կարողացեք աչքաչափով արագ ջրի նման տոկոս հաշվել։ Երբ պարզ տոկոսը սովորեք նաև բարդ տոկոսը։ Թե ինչերի է ընդունակ բարդ տոկոսը ժամանակի ընթացքում։ Մի 4 օր full house-ի կրկնությունը մի նայեք։ Մի 4 օր տոկոս սովորեք։ Ձեր կյանքը կփոխվի։